Վստահ եմ, որ եթե ընտրությունները նույնիսկ այսօր փակ լինեն, ելի քաղաքացիական պայմանագիրը հաղթելու է այդ ընտրությունները։ Մինչ ընդդիմադիր ուժերը վերջին օրերին ակտիվ բանավիճում են, թե ինչպես է հնարավոր հեռացնել իշխանությունից Նիկոլ Փաշինյանին, հերթական ընտրություններով ժողովրդի ընդվզմամբ, թե խորհրդարանում անվստահություն հայտնելով, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում պնդեց իշխանությունը իդեմս Նիկոլ Փաշինյանի մեծ աջակցություն ունի ժողովրդի շրջանում եւ ընտրությունների դեպքում իշխող ուժը կրկին մեծամասնություն կկազմի։ Ես վստահ եմ, որ այո 50+1%-ով, իսկ 2026 թվականին մոտ կարող է նույնիսկ ավելի շատ տոկոս։ Ալեն Սիմոնյանը բերում է Գյումրիի ընտրությունների օրինակը, որտեղ իշխող ԿՊ-ն գրեթե կրկնակի ավելի շատ ձայն է հավաքել, քան 4 տարի առաջ անցկացված ավականու ընտրություններում։ Գալու է 2026 թվականը, դուք էլ բարով խերով կգնաք ամեն մեկը ձեր նախընտրած տեխնացուին ձայն կտակ եւ կտեսնենք Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը մեծ աջակցություն ունի։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու Արթունեն քաղաքացիական նախաձեռնությանն ու այդ նպատակով խորհրդարանի 107 պատգամավորներին, այդ թվում ԿՊ-ականներին ուղարկված նամակներին Ալեն Սիմոնյանը հեգնեց, թե տարիներ շարունակ ԿՊ-ից պատգամավոր են փնտրում, բայց անօգուտ։ Երևի 7 տարի է մարդն ման գալիս, մեկ մի քիչ ակտիվ, մեկ մի քիչ пассив։ Խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը քննարկման դնելու համար անհրաժեշտ է առնվազն 36 պատգամավորի ստորագրություն։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները Հայաստանն ու Պատիվ ունեմը միասին ունեն 34 պատգամավոր։ Ավելին Փաշինյանին անվստահություն հայտնելու խորհրդարանի որոշման նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ է առնվազն 54 պատգամավորի կողմ քվեարկությունը։ Այսինքն առանց ԿՊ-ականների աջակցության Արթունենք նախաձեռնությունը հաջողության հասնել չի կարող։ Ազգային ժողովի նախագահը, ում քաղաքացիական նախաձեռնությունը նույնպես դիմել է, վստահ է, ԿՊ-ականները Փաշինյանի իմպիչմենտին չեն միանա։ Մարդն ման գալիս ու տենց կշարունակեն ման գալիս թվում է։ Պոտենցիալ չեն գտնի։ Այս պահին Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը անիրատեսական են համարում նաև ընդդիմադիր ամենամեծ Հայաստան խմբակցությունում։ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժը անցած շաբաթ քաղաքացիական նախաձեռնության իրենց ուղղված նամակներին պատասխանել էր, թե պատրաստ են իրենց խմբակցության 28 պատգամավորների ստորագրությունները տալ Փաշինյանի անվստահության գործընթացը սկսելու համար, բայց նախապայմանով, եթե Արթունենք նախաձեռնությունը անհրաժեշտ թվով այլ պատգամավորների ստորագրություններ ապահովի, նաև փողոցում ժողովրդական զանգված ապահովելու կարողություն ունենա։ Այս նախաձեռնությունը ձեզ խայտարակվելուց փրկելու նպատակ ունի։ Ընդդիմադիր Հայաստանի պատասխանն ու այս առնչությամբ խմբակցության պատգամավորների վերջին օրերի տարբեր մեկնաբանություններ վրդովեցրել են նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանին, ով պնդում է, որ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ամենաիրատեսական եղանակը հենց խորհրդարանում Փաշինյանին անվստահություն հայտնելն է։ Ղազարյանը բերում է Հայաստան խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի օրինակը, ով 2018-ին պատգամավոր դարձավ ԿՊ ցուցակով, բայց հետագայում դուրս եկավ իշխանական խմբակցությունից եւ դարձավ ընդդիմադիր պատգամավոր։ Նույնը ըստ Էդգար Ղազարյանի կարող է տեղի ունենալ այլ ԿՊ-ականների հետ։ Այսինքն փոխարենը Աննա Գրիգորյանը իր հրաշալի օրինակը ցույց տալով ասի, որ դա հնարավոր է, որ հնարավոր է նաև ԿՊ-ից հիմիկվա կազմից մարդիկ հրաժարվեն այդ դավաճանական կեղտոտ միջավայրից եւ գան ներման խնդրման մեր հասարակությունից եւ միանան այս գործընթացին, ինքստից նստած ասում է դրանք ընդից չեն գա։ Քաղաքացիական նախաձեռնության անդամը քննադատության սլաքները նաև ուղղում է Հայաստան խմբակցության դաշնակցական պատգամավորներին, ովքեր պնդում են, թե ԿՊ-ականները դեմ չեն գնա Փաշինյանին։ Էդգար Ղազարյանը հարցնում է, թե ինչպես դաշնակցությունը 2018-ի գարնանը նախ վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին, ապա մոտ 3 շաբաթ անց Նիկոլ Փաշինյանին։ Դրանք ասում են ԿՊ-ականները չեն փոխի, բայց դուք ո՞նց փոխիք ձեր դիրքորոշումը։ Այսինքն ստացվում է, որ ԿՊ-ականները սկզբունքային, վճռական, ուժեղ մարդիկ են, ըստ ձեր կարծիքով։ Իսկ դուք հեղեղուկ, անողնաշար, հակառակ ցանկացած պահի մի 10 օր առաջ Սերժ Սարգսյան ընտրեք, 10 օր հետո Նիկոլ Փաշինյան։ Հա՞, տենց է ստացվում։ Ոչ։ Որովհետև տեսել եք հանրային կարծիք կա։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ղեկավարած Պատիվ ունեմին, ապա քաղաքացիական նախաձեռնության անդամն ասում է, թե այնտեղից Փաշինյանին անվստահություն հայտնելու իրենց առաջարկին ավելի լոյալ են վերաբերվում, բայց որևէ գործողություն էլ չեն անում։ Այսինքն իրանք չեն նախաձեռնել այդ գործընթացը։ Իդեպ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև դարձել է միմյանց քննադատելու եւս մեկ պատճառ։ Հանրապետականին ուղղված կշտամբանքներին ի պատասխան կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր Facebook-յան իր էջում գրել է.
Իմպիչմենթի հարցով հասկանում եմ ձեր դիլեման, երկրորդ նախագահին առաջադրել չեք կարող, ուրիշին էլ չեք ուզում, սակայն այս դիլեման հնարավոր չէ լուծել, Նիկոլին զիջելով ու այդ անհաջողությունս քողելու համար մեր դեմ համառորեն կռվելով։ Եթե ի վերջո Քոչարյանի եւ Սարգսյանի ղեկավարած դաշինքներին հաջողվի մի կողմ դնել տարաձայնությունները եւ համաձայնության գալ Փաշինյանին անվստահություն հայտնելու եւ վարչապետի թեկնածու առաջադրելու հարցի շուրջ, միևնույն է, պարզ չէ արդյոք ընդդիմադիրներին կհաջողվի իրենց ունեցած 34 ստորագրությունից բացի եւս երկու падգամավորի համոզել միանալ իրենց նախաձեռնությանը եւ սկսել անվստահության գործընթացը։ ՔՊ-ից հեռացված падգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր Ազատության հետ զրույցում բացառեց, որ ինքն ու ՔՊ-ից հեռացած մյուս падգամավորը Հակոբ Ասլանյանը կմիանան Հայաստան ու պատիվ ունեմ խմբակցությունների նախաձեռնությանը։ Փոխարենը չբացառեց, որ հենց իր ղեկավարած նորաստեղծ կուսակցությունը ՄԱՍԿ-ը կնախաձեռնի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը։ Այդ կուսակցությանն է անդամակցում նաև նախկին ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը։ Չեմ բացառում, բայց պետք է քննարկի վարչությունը։ Ազատության հետ զրույցում Հովիկ Աղազարյանը նշեց, որ ուրբաթ օրը հենց այդ հարցով կուսակցության վարչությունը նիստ է գումարելու, որտեղ էլ կհայտնեն իրենց հստակ դիրքորոշումը։ Թե ով կլինի վարչապետի իրենց թեկնածուն, Հովիկ Աղազարյանը չցանկացավ նշել։ Դե չեմ կարող ասել էլի հիմա այս բանը։ Ունեք թե չունեք, թե ունեք, Ունեք, ամեն ինչ ունեք, բայց նպատակալված չեմ գտնում ասել։ Աղազարյանը սակայն բացառում է, որ այդ թեկնածուն կարող է իշխող ՔՊ-ից լինել։ ՔՊ-ից որևէ մեկին անհնար է, որ առաջադրեք։ Այո։ Փոխարենը չի բացառում հենց իր կամ Հակոբ Ասլանյանի կամ մեկ ուրիշի թեկնածության առաջադրումը վարչապետի պաշտոնում։